Երկու միջուկային գերտերությունների Պակիստանի ու Հնդկաստանի միջև զինված բախումը նոր թափ է ստանում։ Ռազմական հարցերով փորձագետները լիարժեք պատերազմի մասին են խոսում։ Արդյոք ստեղծված պայմաններում Հայաստանը կարող է պահպանել չեզոքությունը։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, նախ ինչ նոր զարգացումներ կան Հնդկաստանի եւ Պակիստանի միջև թափառած այդ բախումներում։ Այսօր առավոտյան Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը տարածել էր տեղեկություն այն մասին, որ Պակիստանը շարունակում է հարվածներ հասցնել եւ որ հնդկական կողմը adekvat պատասխան է տվել, ոչնչացնելով Պակիստանի հակաօդային համակարգերից մեկը։ Հնդկական կողմը տեղեկացնում է իր կողմից 16 զոհի մասին, որոնց թվում 3 կին եւ 5 երեխա կա։ Պակիստանը խոսում է 26 զոհվածի մասին եւ 46 վիրավորի մասին։ Ըստ սա իսկական պատերազմ է, քանի որ կիրառվում է լայնամասշտաբ ձևով կիրառվում է ավիացիա, խոշոր տրամաչափի համակարգեր, անօդաչու սարքեր։ CNN-ը վկայակոչելով Պակիստանի զինուժում իր տեղեկացված աղբյուրը պնդում է, որ երկու կողմերը միասին ներգրավել են 125 կործանիչ։ Այսինքն կարող ենք արձանագրել, որ սա նորագույն պատմության մեջ ամենախոշոր օդային մարտն է տեղի ունեցել, բայց հատկանշական է, որ կողմերից ոչ մեկի ինքնաթիռը չի հատել հակառակ կողմի օդային տարածքը։ Այսինքն կողմերը այսպես չեն ցանկանում հակառակ կողմին առիթ տալ, որպեսզի մեղադրանք հնչի այսպես բաց ինտերվենցիայի։ Պակիստանը տեղեկացրել է 5 հնդկական ինքնաթիռի կործանման մասին, Հնդկաստանը այս տեղեկությունը չի հաստատում։ Թեև հնդկական զինուժը մի քանի անգամ գերազանցում է Պակիստանի զինուժին, պետք է հիշեցնեմ, որ երկու կողմերի միջուկային արսենալները գրեթե հավասար են եւ այն, որ սա երկու միջուկային գերտերությունների միջև ըստ էության պատերազմ է, լուրջ հետևանքներ կարող է ունենալ եւ անգամ խոսում է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր պետություն ունի իր մեջքի ետևում ուժային լուրջ կենտրոններ, որոնց բախումը իսկապես կարող է լրջագույն հետևանքներ ունենալ։ Իսկ հետաքրքիր է ինչպիսին է այս հարցում Հայաստանի ու մեր հարևանների մոտեցումը։ Հայաստանը ստիպված էր եղել դրսևորել կոնկրետ դիրքորոշում այն բանից հետո, երբ Թուրքիան եւ Ադրբեջանը կողմնորոշվեցին։ Երեկ Ադրբեջանի արտգործնախարարությունը տարածեց հաղորդագրություն, որում Հնդկաստանին մեղադրեց հարձակման մեջ եւ բացահայտ համերաշխություն ցուցաբերեց Պակիստանի կողմին։ Բաքվում Պակիստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց, սոցցանցում ադրբեջաներեն գրառում անելով, հետևյալի մասին մեջբերում եմ, Ադրբեջանն ու Պակիստանը երկու եղբայր են, երբ միշտ միասնական են լինելու։ Թուրքիայի արտգործնախարարությունը նույնպես որպես հարձակում է որակել Հնդկաստանի գործողությունները, հայտարարելով եւ որ դատապարտում է այդպիսի մեջբերում եմ սադրիչ գործողությունները։ Հաշվի առնելով այս ամենը, Hindustan Times պարբերականը ընդգծել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը պաշտպանել են Նյու Դելհիի թշնամին պետությանը, այսինքն ակնարկելով, որ թշնամու բարեկամը թշնամի է։ Եթե այս տրամաբանությամբ շարունակենք, ուրեմն թշնամու բարեկամի թշնամին էլ բարեկամ է, հա։ Այս վիճակում Հայաստանը արդեն կարծում եմ համարեց, որ ժամանակն է կողմնորոշվելու եւ երեք խորհրդարանում կառավարական ժամի ժամանակ արտգործնախարար Միրզոյանը հիշեցրեց, որ այս ամենը տեղի ունեցավ ահաբեկչությունից հետո, իսկ ահաբեկչությունը բոլոր քաղաքակիրթ երկրները պետք է դատապարտեն եւ Հայաստանը եւս դատապարտելով այդ ահաբեկչությունը համարում է, որ Հնդկաստանը ունի իրավունք ահաբեկիչներից պաշտպանվելու։ Այսինքն միանգամայն սպասելի որոշում էր, արձագանքը կանխատեսելի էր եւ կարծում եմ Նյու Դելհիում մեր բարեկամ դաշնակիցները պետք է որ բավարարված լինեն ահա այսպիսի մեկնաբանությունից։ Արտյոմ, իսկ որոնք են գերտերությունների առաջնահերթությունները։ Գերտերություններից ոչ մեկը այսպես բացահայտ աջակցություն չի ցուցաբերել կողմերից ոչ մեկին, թեև նկատվում է որոշակի շեշտադրումներում այսպես նախասիրությունները։ Ռուսաստանը շարունակում է
ձևական չեզոքություն պահպանել, թեև հայտնի է, որ Հնդկաստանը շատ ավելի կարևոր դաշնակից է Ռուսաստանի համար, ու բավական է հիշեցնել, որ ապրանքաշրջանառությունը Հնդկաստանի հետ Ռուսաստանի 70 անգամ ավելի մեծ է, քան Պակիստանի։ Միացյալ Նահանգների համար եւս Հնդկաստանը ավելի կարևոր պետություն է, քանի որ ամերիկացիները փորձում են հակադրել Հնդկաստանը Չինաստանի աճող տնտեսական ուժին, բացի այդ Հնդկաստանում հարյուրավոր ամերիկյան ընկերություններ են աշխատում։ Չինաստանը, որը անուղղակիորեն աջակցում է Պակիստանին, բացահայտ որևէ հայտարարություն չի արել, ինչպես եւ Ֆրանսիան բացահայտ չի պաշտպանել իր դաշնակից Հնդկաստանին, բայց ինչն է հետաքրքիր, որ կողմերը միմյանց դեմ կռվում են չինական ու ֆրանսիական զենքով։ Հայտնի է, որ Հնդկաստանը օգտագործել է Պակիստանի դեմ ֆրանսիական Ռաֆալ ինքնաթիռները, իսկ Պակիստանը խոցել է այդ Ռաֆալը Չինաստանում արտադրված PL-15 հրթիռի միջոցով։ Դա եւս նշանակում է, որ անուղղակիորեն այդ պետությունները ներգրավված են ռազմական գործողություններին։ Իսրայելն է միանշանակ միայն պաշտպանել Հնդկաստանի գործողությունները, համարելով, որ սա աբեկչությունից ինքնապաշտպանվելու փորձ է եւ նաեւ շարունակում է զենք մատակարարել Հնդկաստանին։ Հայտնի է, որ Հարոբ տեսակի անօդաչու սարքերը Հնդկաստանին օգնել են հարձակվող եւ պաշտպանվելու եւ հարձակման մեջ։ Իրանը շարունակում է չեզոքություն դրսեւորել եւ առաջարկել իր ծառայությունները միջնորդական առաքելությունում։ Շնորհակալություն, Արծեն։